Բարև ընկերներ, շատերը թերահավատորեն են մոտենում իմ դիմակով լինելու հանգամանքին, բայց տեղեկացնեմ, որ իրականում հենց ձեզ է հետաքրքրում, թե ով եմ ես։ Շատերի համար կասկածելի է դիմակով հանդես գալս, բայց որոշներն էլ ինձ կպցնում են ներկա եւ նախկին քայքայված եւ հոտած ռեժիմներին, իբրև ես նրանց սպասարկուն եմ։ Իրականում դիմակով եմ, քանի որ այդպես ավելի ազդեցիկ է։ Դիմակով եմ, որպեսզի կարողանամ բարձրաձայնեմ այնպիսի հարցեր, որոնք շատերը վախենում են դա անել։ Իսկ թե ում եմ սպասարկում, ասեմ, ես սպասարկում եմ միայն հասարակ հայերին, ովքեր ունեն արդարության կարիք, ովքեր չեն կարողանում միայնակ պայքարել անարդարության դեմ։ Թե այս պարզ ճշմարտությունից հետո էլի կլինեն կասկածներ, ապա դրանք վստահաբար կամ մանկական տրավմա են ստացել գլխի շրջանում, կամ էլ հատուկ ուղարկված խառնակիչներ են։ Ինչևէ, անցնենք առաջ։ Իրականում ձեր աջակցության շնորհիվ է, որ մեր տեսանյութերը լուրջ մտահոգություն են առաջացնում թալանչիների մոտ։ Այդ իսկ պատճառով կրկին ցանկանում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել ձեզ աջակցության եւ վստահության համար։ Հասկանում եմ, որ դիմակով անհայտ մարդուն վստահելը դժվար է, բայց դուք ապացուցում եք, որ մենք միասին կարող ենք շատ հարցեր լուծել։ Ընկերներ, նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ վերջին տեսանյութից հետո ստացել եմ գլխավոր դատախազության պատասխանը եւ այն հիմա կընթերցեմ։ Նամակը պետք է շարադրված լինի հայերեն, լինի ստորագրված, այդ թվում էլեկտրոնային ստորագրությամբ, նշելով դիմատուի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցեն, ցանկալի է նաև հետադարձ կապի միջոցները։ Վերոնշյալ տեղեկությունների բացակայության կամ անանուն լինելու դեպքում նամակին ընթացք չի տրվում։ Ու սա մեր գլխավոր դատախազության միակ լուրջ պատասխանն է, որը կարող է տալ մանկապղծության դեպքի հետ կապված։ Ընկերներ, ինչպես եւ խոստացել եմ, 7 օր անց կհրապարակեմ տեսանյութը, սակայն մինչ այդ կրկին հորդորում եմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, որպեսզի զբաղվի օրենքով սահմանված իր գործառույթներով։ Այսօր ցանկանում եմ խոսել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանի մասին։ Բազմաթիվ հետաքրքիր տեղեկատվություն եմ ստացել սույն պաշտոնյայից։ Մի փոքր ներկայացնեմ, թե ով է ԱՄՆ-ում մեր դեսպանը։ Նարեկ Մկրտչյանը ծնվել է Փարաքար համայնքում, եղել է սոցապ նախարար, ապա ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը։ Թեև մեր դեսպանը այդքան էլ կապ չունի նախկին ռեժիմների հետ, սակայն շատ ակտիվ հովանավորչությամբ է զբաղված։ Ստացել եմ հստակ տեղեկություն, որ Նարեկ Մկրտչյանի հովանավորչությամբ ՔՊ ցուցակում են ընդգրկվել որոշ անձինք, ովքեր եւ նոր խորհրդարանում լինելու են որպես падգամավոր։ Ըստ ստացված տեղեկությունների այդ անձինք են Փարաքարից հայտնի տխրահռչակ Լյուդվիգ Գուլնազարյանը եւ մի սիրունիկ Աչոնիկը, որի մասին ես վաղուց տեղեկացրել էի։ Սակայն ստացել եմ տեղեկություններ, որ Նարեկ Մկրտչյանը նաև որոշ համայնքներում ունի անձինք, որոնց եւ հովանավորում է, կամ ինչպես կասեն դեղին մամուլում, կռիշավատ է անում։ Իդեպ ունեմ հստակ փաստեր, որ մեր սիրելի դեսպանի համայնքային 10-ով չիկը ընտրություններին քվեարկել է 17 համարի օգտին։ Սիրունիկ Աչոնիկը Արաքսյա Վարդանյանն է, որ չգիտես որ արժանիքի համար հայտնվեց ցուցակում եւ առաջիկա 5 տարում մեր համար օրենսդրական փոփոխություններ է ունենալու։ Իդեպ մեր Արաքսյան նաև սերտ կապերի մեջ է ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի հետ։ Ընկերներ, փաստորեն ՔՊ-ում բազմաթիվ կլանային համակարգեր են ձևավորվել, որոնք եւ իրենց թիմերն են առաջ տանում։ Մի հավելում էլ անեմ, Թաթուլ Ասիլյանը որոշ ժամանակ առաջ դատապարտվել էր, սակայն չար լեզուները խոսում են, որ այդ գործով մեծ ավանդ է ունեցել իշխող ուժի մեկ պաշտոնյա։ Ինչևէ, ՔՊ-ում խառը խառնաշփոթ իրավիճակ է եւ կարծես ուրվագծվում է մի պատկեր, որտեղ երևում են թալանի հսկայական բաժնաճիռներ։ Իդեպ, Ալեն Սիմոնյան, բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Մեկ հարց, եթե օրինակ քաղաքացին ձեզ վատ բառ ասի, ով է այդ քաղաքացու թևերը volելու, որ դուք թքեք։ Ասենք նույն Թաթուլ Ասիլյանը եթե լինի, ինչ եք անելու։ Ասում են 30 միլիոն դոլար փող եք հետ գցել, հիմա կհաստատեք, թե կհերքեք, թե էլի կլռեք։ Վիգենը ինչպես է, վիվավորույում է դա այդ գումարը, թե չկա նման գումար։ Ընկերներ, մեկ կարևոր բանի մասին եւս ցանկանում եմ այսօր խոսել։ Նիկոլ Փաշինյանը արձակուրդից տեսանյութ է հրապարակում, որտեղ խոսում է ՀԴՄ կտրոնի կարևորության մասին։ Արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին։ Ուզում եմ հիշեցնել, որ ՀԴՄ-ն սա չի, ՀԴՄ-ն սա է, եւ ցավոք սրտի որոշ տեղերում պետք է հիշեցնել ՀԴՄ-ի մասին, որովհետեւ ինքնուրույն չեն հիշում։
բայց իր թիմակիցների բիզնեսներում ահագին հետաքրքիր դեպքեր են տեղի ունենում։ Իշխող ուժի նախընտրական ցուցակում կա մեկ անձ, որ ունենալով մեծ բիզնես, տարեկան ստանում է ընդամենը 900,000 դրամ եկամուտ, այսինքն ամսական ընդամենը 75,000 դրամ եկամուտ։ Իհարկե սա հետաքրքիր է նրանով, որ նույն անձը նաև ՔՊԱ-ական ավականու անդամ է։ Խոսքը գնում է իջևանցի Խաչոյի մասին կամ Խաչատուր Աթաբեկյանի, ով ՔՊ ցուցակում հանգրվանել էր 94 հորիզոնականում, հանդիսանում է Իջևանի ՔՊ ավականու անդամ, ինչպես նաև Արտպետրոլ ընկերության 100% բաժնետեր։ Ընկերությունը մի քանի վայրում ունի բենզալցակայաններ, խանութներ, մեքենաների յուղման կայաններ։ Իդեպ մեր խեղճուկրակ բիզնեսմեն թեկնածուն հայտարարագրել է 2015 թվականի արտադրության ՈՒԱԶ մագնիշի մեքենա կամ բուխանկա, ինչպես նաև 5 միլիոն դրամ գումար։ Կարակը թանկացել է ժողովուրդ ջան։ Խառը կանաչի կերեք, ինչ ա եղել որ։ Կենտրոնական բանկի նախագահն ասեց, որ գիտությունը պարզել է, որ կարակը օգտակար է, բայց գիտությունը գիտեք երբ է պարզել, որ խառը կանաչին օգտակար է։ Գիտեք ինչ վիտամիններ կան մեջը, ինչ հատկանիշներ կան մեջը, ինչ ա եղել։ Բանը կարա միս թանկացել է, կանաչ սոխ կերեք։ Գիտեք ինչ օգտակար է կանաչ սոխը, չէ լուրջ առանց կատակի։ Որևէ մեկը կասկածի տակ դնում է կանաչ սոխի օգտակարությունը, կամ խոզի միսը թանկացել է, այս սխտոր կերեք այդ ձեր ցավը տանեմ, ինչ է խառնվել իրար։ Բենզինը թանկացել է, մենք այն օրը ցույց տվեցի, բրթեք ձեր ավտոները, ինչա ուժները բան, թևերի մեջ ուժ չկա, համել ֆիթնեսը, լավ ծառայություն է։ Ուրեմն նոր հանկարծ մտքներով չանցնի, կպարկսնենք ասֆալտին եւ կտանք պատերով բառից բուն իմաստով։ Որևէ մեկը չփորձի, նախկին կլնի, ներկա կլնի, որ ասենք հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է, հիմա մտածի, թե կարա թպրտա, կտանք պատերով կպարկսնենք ասֆալտին։ Թողականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ։ Ինչ վերաբերվում է ձեր հարցին, արդյոք դա բավարար է, անկեղծ ասած չեմ կարող երաշխավորել, որ բավարար է, բայց մենք պետք է գնանք այդ ճանապարհով, կտեսնենք դա բավարար չի, ավելի խիստ միջոցներ կձեռնարկենք, բայց որ մենք պետք է այս ճանապարհով գնանք, ինձ համար միանշանակ է, եւ ես կարծում եմ, որ մենք սա նաեւ ինչ որ առումով պարտավորություն է հանրության առաջ ստանձնած, եւ այդ պարտավորությունը մենք պետք է կատարենք եւ այդ դրանում ես ձեզ ասեմ համոզված եմ նաեւ որպես քրեակատարական հիմնարկների եւ ընդհանրապես այդ ենթամշակույթի հետ անձամբ եւ ուղիղ առնչություն ունեցած մարդ։ Հիմա առաջանում է բազմաթիվ հարցեր, որոնց մասին իհարկե պատկան մարմինները կլռեն։ Ինչպես է ստացվել, որ մեր Խաչոն այդքան ահռելի բիզնեսի պարագայում ընդամենը 900,000 դրամ եկամուտ է ստացել, այսինքն մարդը ընդամենը 75,000 դրամ աշխատավարձով կարողացել է 5 միլիոն դրամ հետ գցել։ Ընկերներ, սա եւս մեկ փաստ է, որ ՔՊ-ում սիրում են միայն մեղադրել, իսկ սեփական թիմակիցների թալանի մասին լռում են։ Իսկ եթե լռում են, ապա եւս հանցակից են, այսինքն թալանչի են։ Այսօր այսքանը, հարգանքներով, ձեր Հայր։